մեզ լսում են մեր ունկնդիրները մարզերում Երևանում ցանկություն են հայտնելու, ինչ դժվարություն կունենան, եթե գան ու որոշեն սկսել պարել, ասենք 75-ում։ Ինձ թվում է առաջի դժվարությունը պետք է համարել վճռականության բացակայությունը։ Երբ որ առանց ամաչելու, առանց կաշկանդվելու որոշեն, որ մենք պետք է գնանք սրանով զբաղվենք։ Գիտեք, մարդկանց մի տեսակ կա, երբ որ հասակավոր տարիքում մի տեսակ իրենց կյանքը սկսում են դիտել իրենց զավակների եւ թոռների կյանքի մեջ եւ իրենք իրենց անձնական կյանքը գրեթե չեն վարում եւ սա ես կարծում եմ որ կյանքը հենց ապրելու մեջ է այսինքն հենց եթե տրված է պիտի որակապես ինչ է վերջ դու պետք է քո անձնական ինչ որ դաշտ ունենաս քո հետաքրքրություններն ունենաս քո չգիտեմ թատրոն կինո երաժշտություն քո պարը պետք է ունենաս եւ դա կարծում եմ շատ ավելի առողջ է հենց դու դադարեցիր ինքդ քեզ նայել մի տեսակ ինչ որ ապրելու չափանիշ գործոն սկսում է բացակայել քեզ մոտ եւ պետք է վճռական գնալ համարձակ ցանկություն հայտնել որ ես գնում եմ սկսում եմ պարել ու կարեւոր չի ինչքան կստացվի այսինքն այս մեր ազգային պարերի մեջ մենք ունենք հսկայական ընտրություն եւ ունենք համայնքային պարեր ունենք ռազմական պարեր աշխատանքային պարեր եւ այլն եւ մարդիկ պարում են ըստ իրենց կարողությունների կան ընդհանրապես չպարող մարդիկ Ստեփան մարդ որ այդպես է ռիթմի զգացողությունն այն չէ այո կան լինում են մարդիկ որ ռիթմի զգացողություն չունեն բայց էսթետիկ պատկերացումներ ունեն եւ իրենց գեղագիտությունը եւս աչքը տեսնում է որ սա լավ է բայց չեն կարողանում բարել ինչպես մարդիկ որ չեն կարողանում երգեն սա եւս տարբերակ է սա եւս լինում է պատահում է բայց սովորաբար ժողովրդական պարը ինքը ասացիք դերաբաշխումների ավանդական բոլորին մի բան տանը տեսեք եւ յուրաքանչյուր մարդ նույն պարը տարբեր տարիքում տարբեր ձև է պարում եւ ինքը նույն տարիքում նույնիսկ կախված իր տրամադրությունից կախված իր չգիտեմ ընտանեկան միջավայրից ինքը այլ կերպ է պարում հասկանում եք եւ հոգեուզական վիճակից Կոմիտաս վարդապետն ասում էր որ թեև մենք պարելուց մեր շարժումներն են կանում ոնց որ բայց ակամա մատնում ենք մեր ներքին աշխարհը այսինքն մենք մեր շարժումների միջոցով մեր հոգեաշխարհը արտահայտում ենք եւ ինչպիսին որ լինում է քո հոգեուզական դաշտը տվյալ պահին այնպիսի պար դու ես պարում ինչպես ու նաև ֆիզիկականը դա իհարկե բայց նույն գյովնդը պարում են եւ տարեցները եւ երիտասարդները նույն ասենք քոչարիները պարում են եւ տարեցները եւ երիտասարդները տարեցները ավելի իմաստություն են մտցնում դրա մեջ երիտասարդները ավելի էներգիա եւ ստացվում է երկուսի բանով միացումով ստացվում է մեզ մոտ մի հատ իմաստուն էներգիա այսպես ասած ունենք պարեր որոնք ըստ ավանդության հենց մեծերն էլ պետք է պարեին այսինքն օրինակ Կարինի տարածաշրջանում ունենք Շավալի պարը իրեն ասում ենք խնամիների պար այս խնամիների պարը պարում էին աղջկա կողմի բարեկամները հարսանեկան խնջույքի ժամանակ հատուկ սեղանապետի ոնց որ հորդորով այսինքն ըստ ավանդության հարսանեկան մասում աղջկա կողմը ավելի пассив վիճակում է, пассив կեցվածք ունի եւ աղջկա մայրը նույնիսկ հարսանեկի խնջույքային արարողությանը չէր գնում տարբեր տեղերում, տարբեր շրջաններում, տարբեր կերպեր եւ գալիս էր մի պահ երբ որ ասում էին կեցեք հիմի խնամոնք պիտի բարին խնամոնք աղջկա կողմի բարեկամներ եւ ոչ միայն երիտասարդները, երեխաները, այլև այս պարով խնամիները աղջկա կողմի բարեկամները ծանր հանդիսավոր շարժումներով են պարում եւ դրանով իրենք ցույց են տալիս իրենց ցեղի, իրենց ընտանիքի մեծությունը, իրենց ընտանիքի, չգիտեմ, հոգեվոր պաշարը եւ բնական կլիներ, որ հենց իրենց ցեղի հարգված մարդիկ պարեին
Իսկ ավանդական շրջանում ինչքան տարիքը մեծ է, այնքան մարդը հարգված է։ Դիցուկ համարենք, որ սա կարող էին մեծավ մասամբ տարեց մարդիկ ապրել։ Հրաշալի է։ Առաջիկա ինչ պլաններ ունեք։ Ես գիտեմ, որ ավագ սերնդի հետ աշխատանքը շարունակական է, որովհետև ձեր անձնական հետաքրքրությունն էլ տեսնում եմ այս ամենում։ Ինչ է նախատեսված մարդիկ, որ մեզ լսում են, ինչին սպասեն։ Համարձակ եղեք, միացեք բարի խմբերին, ինքը շատ լավ ներառական հանրային ինքնայրացման մի գործընթաց է։ Հիմա ունենք ընդունելություն շաբաթական 1 օր հնարավորությամբ փորձել ենք նաև այսպես հարմարեցնել, որ այն մարդիկ, ովքեր 2 օր չեն կարող, մի հատ էլ ունենանք այսպիսի տարբերակ, կարող եք գրել մեր էջին, ունենք 2 սիրողական խումբ, ու սիրողական խմբի բնորոշիչ բառը հենց սերն է։ Այսինքն այդ խմբերում շատ sense մեծ սեր կա, մեծ ջերմություն կա եւ մարդիկ իրենց միջի միայն լավն են ներդնում այդտեղ։ Ունենք փոքրերի խումբ, առաջիկայում նախատեսում ենք Շիրակի մարզում խմբեր բացել, հիմա ունենք Սառնախփյուր գյուղում 2 խումբ եւ նախատեսում ենք նաեւ այլ տեղերում բացել Աստված հաջողի, կկարողանանք երևի թե եթե Աստված հաջողի հաստատ կկարողանանք։ Մեծեր իրենց հետ ինչ ունենան, ինչ է պետք, բացի կամքը, վճռականությունը, չամաչելու այս հանգամանքները, տանեցին համոզելն էլ կարևոր է, որովհետև այդ խնդիրն էլ ենք ունենում, էլ ինչ է պետք ապրել սկսելու համար ավագ սերնդին։ Դե ինչ ասեմ, բոթաս բերեն, փոխնորդ կոշիկ բերեն, ուժ բան պետք է ուղակի գալ։ Մնացածը տեխնիկական ինչ-որ հարցեր են, փոխնորդ հագուստ են բերում, կոշիկ են բերում եւ այլն։ Հրաշալի է, հրաշալի։ Լավ հնարավորություն է, թող որ մարդիկ օգտվեն։ Մենք մեր առողջ երկարակեցության ակումբներում, երբ որ առաջարկում ենք, երբեմն կամավորները գալիս են, խնդրում ենք, որ վեր կացեք, ապարեք, շատ դժվար են շարժում։ Երբեմն տատիկները ավելի ավագ սերունդ, ավելի մարզային, բացի այն, որ մտքում իրենց թույլ չեն տալիս ապարել, դե ոնց կանգնենք, դե ոնց շարժվենք, շատ կարևոր է, որպեսզի քարոզենք մենք, դուք աշխատեք տեղում, որպեսզի մարդիկ ապարեն մինչև վերջ, որովհետև տեսնում ենք եվրոպական երկրներում աշխարհում ապարում է մինչև վերջ։ Ազգային պարը, ավանդական պարը ինքը ժառանգություն չի, ինքը կենթանի ապրող մշակույթ է հիմա։ Դուք ասացիք, որ ազգային պարը էլ ավելի կարևոր է, որովհետև ինչպես խոսեցինք, ազգային ինքնության տեսակետից արմատներին գնալու ավելի ուժ տալիս։ Այո, տեսեք, ազգային պարը մեր ինքնության շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, եւ երևի թե ամենաշարժումն է բնականաբար, այսինքն մեր ինքնությունը պատկերացրեք մի միջուկ ունի, որից բխում են մեր բոլոր ստեղծագործական աշխատանքները, մեր ճարտարապետությունը, երաժշտությունը, նկարչությունը եւ ամեն ինչ, այդ թվում նաեւ պարը։ Պարի միջոցով ինքը ոնց որ տիեզերական շարժում լինի, ամբողջական, ու մենք կարողանում ենք մեր կռվից առաջ պարել, մենք կարողանում ենք սգոր ժամանակ պարել, մենք կարողանում ենք աշխատանքի ընթացքում հանգստյան միջոցներին պարել եւ ինքը մեր ինքնությունն է։ Սրանք գործոններ են, որոնք ազդում են մարդու տեսակի, ճաշակի ձևավորման եւ զարգացման վրա եւ իրենք ամենահոգեհարազատն են մեզ։ Սա ամենաշատն է արտահայտում մեր հոգեկերտվածքը։ Եթե մենք պետք է մեր երեխաներին բարերի տանք, ուրեմն պետք է իրենք ազգային բարերի գնան։ Մենք պետք է իմանանք ուղղակի դա։ Գոնե սկսենք, առնվազն սկսենք կամ զուգահեռ լինի ազգային բարը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք, որ ազգայինի եւ ավագ սերնդի այս ամենից խոսեցինք ու կարեւորեցինք, թե որքանով են որքանով է ավագ սերունդը կարծես պահապան լինի այս ամենի, պիտի դիրապետի, որ պահապան լինի ու փոխանցողը։ Այո, շատ ճիշտ է, երբ որ ավելի հասակավոր, ավելի տարեց մարդիկ են ապրում, ճշմարտության կշիռը ավելի բարձր է լինում։ Այսինքն, երբ որ երիտասարդներն են ապրում ու ասում են, որ սա ճիշտ է, ինքը ունի կամայական ենթադրենք 500 կիլոգրամ արժեք, իսկ երբ որ հասուն տարեց մարդն է ապրում, ինքը ունի երկակի, այո, ավելի ազդեցություն։ Հա, նշանակություն։